Դարձնեմ պատրաստեմ իր խոսքը ԱՑ մեկուսարանից ուղի հայրաքաղաքին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը պատրաստված է իայով, արհեստական ինտելեկտով։ Լսեք քաղաքապետի խոսքը եւ խնդրում եմ գյումրեցիներ, ծառների կողմից եկեք, մոտեցեք, մի վախեցեք։ Վախի մթնոլորտ այլևս չկա։ Իմ սիրելի գյումրեցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Հավատացեք, ինձ ամեն օր փոխանցում են ձեր հղած հարյուրավոր բարի խոսքերն ու մաղթանքները։ Լավ իմացեք, բարձրյալ Աստծո զորավիք աչքն է եւ ձեր անշահախնդիր սերն է, որ ինձ այս 4 պատի մեջ ուժ է տալիս պայքարելու հանուն Գյումրու ու հանուն դրախտավայր Հայաստանի։ Մենք միասին երկար ճամփա ենք անցել։ Երկրաշարժի փլատակների տակ մնացած հին Լենինականից Աստծո առաջնորդությամբ միասին կառուցեցինք այսօրվա զարգացող ու պայծառ Գյումրին։ Ավարայրի Սրբոց Վարդանանց այս չքնախ հրապարակը, ձեր առջև վեր հառնող քաղաքապետարանի շենքը ու մեր վերածննդի զարդը, Սուրբ ամենակարգիչ եկեղեցին։ Այսօր կարոտով լցված հարցնում եմ ձեզ, ի՞նչն է գյումրեցուն այս աշխարհում ավելի հարազատ, քան այս հրապարակը։ Շատերը տասնյակ տարիներով փորձեցին մուրգ Սելիմ անվանը, եւ երբ տեսան, որ իմ ժողովուրդը լավ գիտի ճշմարտությունը, որոշեցին բանտարկել ինձ, վախենալով մեր միասնական բողոքի ահար ու ալիքից։ Հայոց գենը, Մամիկոնյանների գենը, Անդրանիկյան գենը կրողներիդ անձնվեր պայքարեց։ Դուք բազմիցս ցույց եք տվել ձեր կամքը ընդդեմ թուրքահպատակների իշխանության, եւ գիտեմ, որ հայոց ինքնությունը կորցնելու վտանգը այսօր ճնշում է բոլորիդ։ Բայց մի վախեցեք, ժամանակը հասյալ է, ոտքի ելեք, քանզի ժամանակն է, որ կատարվի Մեծն Կոստանդիանոս Սուրբ Թագավորի տեսիլքը, որը նա պատմել է մեր տրված թագավորին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Ասում է, թե աշխարհի վերջին օրերին, երբ ամենայն բան խառնվելու է, աշխարհով մեկ ծրված հայերը համախմբվելու են, ղրկելու եւ վերստեղծելու են մեծ Հայաստանը։ Այո, ես հավատում եմ եւ գիտեմ, որ Սամվել Կարապետյանի առաջադրվելը ի վերուստ եւ Աստծո առաջ եւ մեր նախնիների շիրիների առաջ։ Եկել է ժամանակը ուժեղանալու իսկական հայորդու ղեկավարությամբ, որ էլ թուրքի առաջ գլուխներս չտախենք։ Եկել է ժամանակը աղքատությունն ու ատելությունը արմատախիլ անելու, որ մեր զավակները խաղաղ ու հարուստ երկրում ապրեն։ Եկել է ժամանակը, որ Սուրբ Կոնստանդիանոսի տեսիլքը կատարվի։ Սա է մեր ընտրությունը այս ճակատագրական պահին, կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկել հայոց ինքնությունը։ Կներեն մեզ մեր թուրքերը, թե կանիծեն, այսինքն կամ վահանով, կամ վահանի վրա։ Նրանք, որ ինձ հավատում են եւ գիտեն, որ պաշտոնն ու փողը ինձ համար միևնույնն են, այսօր թող իմանան նաեւ, որ իմ ամենաթանկ ազատությունս ես զոհաբերել եմ հանուն երկրիս ազատության։ Ուրեմն լսեք ինձ, ոտքի կանգնեք ու գնացեք ընտրությանը, հանուն ձեր զավակների հայ մնալու, հանուն ուժեղ Հայաստանի, մեր ազգի բարերար Սամվել Կարապետյանի հետ։ Առաջ Աստված, մեկուսարանից հայոց ազգի զավակ եւ զինվոր եւ ծնող եւ ձեր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։